Այդ սնահավատությունը սուտ բան է, ընդամենը ներշնչանքի արդյունքը։ Իսկ աղջիկներ, այդ ներշնչանքը ինչ է? Ներշնչանք, երբ սկսում ես ինչ-որ մի բանի մասին անընդհատ մտածել, չգիտեմ, որ քո հետ կարա վատ բան լինի։ Հա, այն որ այնքան վնուշկվում ես, որ գրուզի տնես լինի։ Մի րոպե, Օրենո, ես դու Երևանում ում հետ ես տալի առնում, որ սես բառեր ես սովորել։ Զարышկա, это не твое собачье дело։ Պարզա, Լիլի, դու ինչ ես։ Հորոսկոպով ղափանցի, մորոսկոպով էլ վանեցի։ Իսկ ես օրինակ մենակ լավ երազներ եմ տեսնում ու իմ բոլոր երազները իրականանում են։ Դե տեսոնա, ենթադրենք երազումս iPhone եմ տեսնում, ընկերոջս եմ պատմում։ Մաշ, իսկ դու որ վատ երազ ես տեսնում, ինչին ես պատմում, խաշլամի ջրին։ Լսի այ գրքի մեջի չորացրած թիթեր։ Կարող ա դու էլ երբեք երազներ չտեսնես։ Գիտես ինչ էլ ինչ չսպառնաս, հա, այ քաբաբի դամբարան։ Դամբարան ասեցիք հիշեցի, Լուիզին չեք տեսել։ Ստեղ եմ, քո Կլեոպատրան ստեղ ա։ Իմիջալոց Զարաջան, իմ դամբարանում դու էլ տեղ կունենաս։ Դե փարավոնների հետ թաղում էին, չէ՞, ծառաներին ու զարաներին։ Մահացու հումոր էր, Լուիս, Facebook-իդ պատին փորագրի չկորի, ափսոսա։ Ձեր այդ փարավոնություն, Լուիզա, իսկ դուք հավատում եք երազների։ Երազներին չէ, բայց շատ կուզեի իմանալ օծ տեսնելը ինչ ա նշանակում։ Դե, երբ որ երազում օծ ես տեսնում։ Չէ, Սոնա ջան, երազում չէ, այս սենց կանգնած, որ օծ ես տեսնում, ինչ ա նշանակում։ Նշանակում է, որ շատ լավ է, շատ լավ է, որ դեռ ես տարիքում տեսնում ես։ Լուիս, իսկ դու սնահավատ ես։ Անցյալ տարվանից արդեն հա, երբ որ մեր տան հայլին ջարդվեց։ Այսինքն բոլորս գիտենք, չէ, որ հայլի ջարդվելը անհաջողություն ա բերում։ Դա ինձ էլ բերեց։ Ուղիղ մի տարի առաջ ծանոթացա ձեզ հետ, անհաջողակներ։ Լուիզա, մենք մեր համար հանգիստ խոսում էինք, էլի եկար ու կպար մեզ։ Ու ինչից էիք խոսում, Մաշա։ Երազահաններից, սնահավատությունից ու հորոսկոպներից։ Բա ինչ հետաքրքիր ա, կենդանակերպի նշանները իրանք մասին են խոսում։ Չհասկացա։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Ամեն անգամ դուրս ես գալի, Զարայի հետ ես գրիզիտների մեջ մտնում, հետո սաղի սաբիժատ ես անում ու բոլորիս վրավիտ ես անում։ Աշկիս նկարանումից հետո մնաս դասկանալի բացատրեմ, որից հետո ա։